Քաղցր շաբաթ, համեղ կիրակի։ Հիմա այս լոլիկը պետք է։ Չենք անելու այս պամիդորը։ Սերգեյ, դու ասեցիր, որ լոլիկ բերեմ։ Չեմ ուզում այդ պամիդորով։ Դու ասել ես, որ բերեմ, ես գնացել եմ բերել։ Չեմ ուզում այս պամիդորով։ Պետք է այս լոլիկը։ Լոլիկով հավես բաներ ա ստացում, Երվանջուրը կլսնենք, կկտրենք Սերգեյ։ Ոյ, մենք եթերում ենք։ Ողջույն, եթերում Կլի տոմատի Մի րոպե, մածուկով։ եթերում պետք է ողջունենք։ Ողջույն, եթերում հաղորդման անունը մոռացա։ Համեղ կիրակի։ Ողջույն, եթերում համեղ կիրակին է, եթերում ես եւ Սերգեյն ենք, Սերգեյը եւ ես եմ։ Ինչ եղավ իմ հետ։ Չգիտեմ ինչ եղավ։ Երկուս օրագիրս էլի, բերեմ դիր երկուս, պատն եմ այսօր։ Այսօր ես շատ զայրացած եմ, որտեվ ինձ ասել է գնալ լոլիկներ բեր, ես գնացել եմ, ասել եմ, չգիտեմ ուր լոլիկներ եմ բերել, ինքը ասում է պետք չի լոլիկ։ Ախ Իջևանի, հա, լավ Իջևանի տոմատ ենք օգտագործել։ Այո։ Էս ինչ արեցիր։ Լավ, ոչինչ։ Բարև ենք, լավ։ Բարի օր։ Կլի տես չսկսենք։ Բարի օր Լիկա ջան։ Լավ, բարի օր Սերգեյ, ամեն ինչ լավ է։ Լավ եք, չէ, դուք էլ եք լավ, մեր տրամադրությունը բարձր է, մենք իսկապես վիճվում ենք, բայց չէինք կռվում, մեր վիճվելը էսպես է, բարի։ Օ, չէ, մեր վիճվելը էսպես չի։ Նորմալ դեմք սարքի, ժպտա։ Ինչ ենք անելու։ Մենք այսօր պատրաստելու ենք ձեզ համար Բոլոնեզ։ բոլոնեզ։ Այո, սպագետի բոլոնեզ։ Հետո Ոչ պամիդորներով, տոմատի մածուկով։ լավ, այս անգամ տոմատի մածուկով։ Բայց այստեղ կանանք մաքրենք։ Ոչ, դու այսօր աշխատելու ես այդ լոլիկը պիտի օգտագործվի մի ձև, հասկանում ես։ Եթե դու որոշեցիր ինձ ուղարկես այդ հերրու ճանապարհը, ես քեզ համար լոլիկ բերեմ եւ դու չես օգտագործելու, խնդրեմ։ Ահա, ամոթ քեզ։ Ես ինչ արեցիր։ Անկյուն։ Լավ, վերջ, всё։ Դե լավ, դե մենք սկսենք, սիրելիներ, իրականում լավ տրամադրություն բոլորիս։ Գնացինք։ Քաղցր շաբաթ, համեղ կիրակի։ Եվ Սերգեյ, խնդրում եմ պատմես բոլոր բաղադրիչների մասին։ Okay։ Որտեղից է առաջացել գազարը։ Գազարը հայերեն ոնց էր։ Չգիտեմ, carrot։ Ստեփրին ֆրանսերեն աստ։ Okay։ Ահա։ Մենք այսօր ուրեմն օգտագործելու ենք ոսկե հասկի սպագետին։ Որը, կոնկրետ որը, կարևոր է։ Սպագետին դե էփման տեսակը պետք է նշեմ, որ էփելու ենք al dente, այսինքն ոչ միջև վերջ։ Ահա։ Որտեղ բոլոնեզի համար անհրաժեշտ է որպեսզի այն լինի al dente, օգտագործելու ենք Իջևանի տոմատի մածուկը, օգտագործելու ենք սոխ, ձիթապտղի յուղ, ունենք նաև այստեղ սխտոր, պարմեզան վերջում, իհարկե քերելու համար, որտեղ ինչ իտալական ուտեստ առանց պարմեզանի, իհարկե մեր սիրելի գազարը, ունենք աղացած միս, որ օգտագործելու ենք սոուսի համար եւ ունենք նեխուր, որը այսքան չենք օգտագործելու, բայց դրել ենք որ նայվի։ Ինչ մոռացար։ Մի բան մոռացար։ Պամիդոր չենք օգտագործելու։ Ոչ, պամիդորը չէ, պամիդորը արդեն ճտ։ Այդ անեկդոտը գիտես։ Հա, մենք էլ օգտագործել ենք գինի, ասեցի։ Դե սկզբից ասեցի։ Չես ասել։ Ես ուզում եմ։ Չես ասել, Սերգեյ։ Ասել եմ։ Չես ասել։ Հիմա այսի որ գլխովս ստացի ինչ Հետ ալինելու։ տվեք նայեք, խնդրում եմ, ասելա Չէ, գինի թե չէ։ լավ, в общем, սկսեցինք ժողովուրդ ջան։ Ինչ ենք անում, ես քերում եմ։ Քերելու ինչ կա դու։ Դու քերում ես Լիկա ջան, այս մի գազարը դեռևս մեզ հերիք է։ Ես կկտրեմ սոխը եւ կսկսենք մեր սոխարածից։ Շնորհակալություն։ Այդ դանակով սոխ չեն կտրում։ Այսօր ոնց որ իմ Ուշադիր եղի, որովհետև այսօր ես տրամադրված եմ լոլիկի մուրը հանել։ Որ քեզ ուղարկել եմ բազար։ Հա։ Որ ինձ Որ բազար ես գնացել։ Բան, տեցի կրուգի։ Դες բազար կա։ Շատ վատ բան ասացիր։ Ավտոմասիր գնելու։ Այդտեղ լոլիկ էի փնտրում։ Կոնե, հա, բայց ուֆ։ Ինչ սոխ, հա։ Այսօր դու կլացես, այսօր ես լացելու տրամադրություն բոլորովին չունեմ։ Okay։ Հա, նախապես պետք է եփել։ Ինչը։ Սա։ Այո, դա արդեն կարող ենք դնել եփելու եւ եփվելուց հետո մի որոշ ժամանակ հետո մենք իրան կչորացնենք եւ անպայման կպահպանենք իր ջրի մի փոքր հատվածը, որ վերջում մենք օգտագործենք բոլոնեզ սոուսի մեջ։ Ինչի, որովհետեւ
երբ որ ավելացնում եք սպագետի սոուսը բոլոնեզ սոուսին, ինքը ավելի լավ է կպնում սպագետին։ Ահա։ Ինչ ենք անում։ Այս սոխը որտեղից է սարը։ Սոխը առել է մետրոյի տակից։ Որտեղը կասես գնամ մի քիչ ես առնեմ։ Ոնց որ լավն է։ Լավն է սոխը։ Ուրեմն միշտ կգնաս մետրոյի տակից կառնես։ Այս դին սոխը։ Այն հեռախոսի խանութի կողքն են հենց վաճառում։ Մենակ սոխերի տաղավար է, կա կարմիր սոխ, կապույտ, կանաչ, դեղին։ Դե լավ, սոխը պատրաստ է, այդ ոնց որ մի քիչ դանդաղ եմ։ Ուզում ես տուր ես քերեմ։ Այն խեղճ բոնին ես քերել տալիս շաբաթ օրերը։ Բոնին է ինձ քերում։ Այսպես քերիչի վրա քերում է։ Դե մեկը պետք է ախիցդ գա։ Չէ։ Ինչ անեմ, նեխուրն էլ կտրատեմ։ Նեխուրը պետք է մի քիչ կեղեղվազրկել։ Լուրջ։ Այո։ Այն պոչերը կարելի է կտրել, այն սպիտակ հատվածը, մեզ ընդհանրապես անհրաժեշտ չի ու պետք է լավ մանր կտրել։ Այս կարելի է Լիկա ջան տեղափոխել այնտեղ, այն Տապակի մեջ անմիջապես թե ձեթը լավ տաքանանոր։ Հա, արի ձեթը լավ տաքացնենք։ Ոչինչ, սա ինձ չի խանգարում։ Սիրում ես, որ քո ներվերը քերում են։ Շատ չես պատկերացնում, որովհետև իմ ներվերը անջատած է եւ ոչ մեկ չի կարողանում իմ ներվերը քերել։ Փորձենք։ Ինչ այդ քերիչի ձայնով քեզ թվում է, այս պենոպլաստի արտադրություն եմ ունեցել։ Այդ մեկը ես չեմ կարող։ Եթե պենոպլաստի ձայնը տանում եմ, ապա քերիչի ձայնը կտանեմ եւ կտանեմ։ Ոչինչ, ես քաղաք եմ, դու մի տանջվի։ Դու մի տանջվի։ Ես երբեք նեխուր չեմ քերել, ինձ համար մի քիչ անսովոր է նեխուր քերելը։ Կարծեմ ճիշտ եմ քերում, չէ՞։ Ուղղակի այդ շերտը իր վրայի բավականին պինդ է, էլի, որ օգտագործեք ծննդի մեջ, տենց չի լինի։ Ես գիտես կարելի է մատիտի սրիչով սրել։ Նեխուր քերիչին գիտես ինչ են ասում Սերգեյ։ Ինչ են ասում։ Նեխրաքեր։ Նեխրա ինչ իմացար։ Լոգիկա։ Լիկա ջան, բայց այստեղ չգցենք, էլի, ես կադրը փչացնում եք։ Սերգեյ, всё, մյուս հաղորդումից դուք չեք վարելու։ Չէ, ես արդեն որպես ֆրանսիացի։ Այդ խեղճ մարդիկ այդքան լվացել են։ Չէ։ Այս երկու հատը հերիք է։ Ես քո ներվերը քերեցի, տեսար։ Մենք ստեղ շատ ունենք նեխուր։ Դե լավ, նորմալ։ Նեխուրը շատ օգտակար է ինչի համար, խոլեստերինի համար, քնած ժամանակ։ Քնած ժամանակ ինչ ես անում նրանով։ Երազ ես տեսնում։ Ահա։ Որ նեխուր ես քերում։ Դե այսօր երեկվան կնայես։ Երազները տեսնեմ ինչա կատարվում։ Լավ է ինչ գործ ես ինձ դրա։ Ես երբեք սենց մանր։ Լիկ ջան, էդի պետք չի էլ, всё հերիք այդ վրայի շերտը հանի, վերջ։ Էլի տամ։ Դուր, всё, ինձ դուր ես կտրտեմ։ Չեղավ։ Լավ է։ Ներվերը չի հերիքում։ Էլ եմ կլպում, քերում։ 3-4 հատ հերիք է, 4 հատ։ Ես արդեն գտել եմ քո ներվեր քերելու տարբերակը։ Ես դրա համար մի քիչ մեծ բան վերցրեցի։ Այդ ամեն ինչը սկսվեց մի լոլիկի պատմությունից։ Այդ ամեն ինչը սկսեց քո on-line դպրոցից։ Ինչի։ Ինչի։ Չեմ ասի։ Թողենք հաղորդումը։ Պատմի մի քիչ on-line դպրոցի մասին։ Վայ, on-line դպրոցում ինձ գժվցնում են։ Ովքեր։ Քերենք։ Ուսանողները։ Քերենք։ Ասում ես մի բան արա իրանց հետ, ես էլ Նեխուր քերենք։ չգիտեմ ինչ անեմ։ Ոչ տեսեք ինչ ասում։ Ես տես բան չեմ ասել, ես իմ ուսանողներին շատ սիրում եմ։ Տեսար։ Մեկ եմ որ ասում եմ Սերգ ջան, ասա որ ես չեմ կարող հիմա այն բոլոր գործերը թողնել, բացատրել, որտեվ այդ կուրսի մեջ դա չի մտնում։ Ահա։ Մեկ այդ եմ ասում, նորմալ է դա։ Բայ, հիմա ես ուզում եմ որ դու եթերով իրանց վրա ջղայնանաս։ Հիմա ուզում եմ ես ջղայնանամ եթերով։ Որտեվ այսօր պամիդոր։ Որովհետև դու երբեք ինձ չես տեսել ջղայնասած, ճիշտ է։ Այդ պամիդորները տարել են խիպերից։ Պամիդորները միշտ իմ հետ են լինելու։ 10 գլխից վերջում։ Չէ, ես քո գլխին չեմ տա։ Ահա, всё։ Պամիդոր։ Ինչի է օրինակ ռուսերեն պամիդոր, հայերեն պամիդոր։ Tomato։ Հայերեն լոլիկա, հասկացա, գիտենք, բայց ինչ են ասում պամիդոր։ Ոչ մանա չեն ասում։ Լիկ, դե մի բան օգնի ինձ։ Ձեթը լցրու։ Ինչ անեմ։ Ձեթը լցրու։ Ձեթը լցնեմ։ Հետո բա։ Հետո։
Այս տարի 2026 թվականին կրակի ձիու տարի է եւ ժողովուրդ մի քիչ կրակի հետ զգույշ պետք է լինել, որովհետեւ կրակը շատ է բոց տալու։ Այս ինչ էր նումերոլոգիա էր, Մենք չունենք այս բաների հետ, չէ։ Ես էլ չհասկացա, բայց գիտեմ որ այս տարի հաստատ կրակի հետ պետք է որ պետքա խաղալ։ ձիուպես փախադրենք։ Այս տարի որ սկսվել է, ես արդեն զգացի, որ ես ձի եմ իմիջայլուց։ Տակը մարմանդա, չէ՞ դրա։ Տակը Չէ, вообще մարման չի, չէ։ դու մարմանդացրու։ Շատ մարման, որտեղ մեզ պետք չի ինքը շատ ձիթապտղի յուղը ընդհանրապես Չեն երկար չեն երասնում, այո։ Են տակացնում։ Տժժացնում տես բար չկա։ Ես մի Կա քիչ տժալ։ եթերային չեմ այսօր Դա կներեք։ տժժալ, բայց տժժացնել հայերեն չեն ասում, տժժացնել։ Հետո ասում են դուք սերունդ եք դասյարակում։ Եկեք խոսենք կիրթ հայերեն, գրագետ հայերեն, որպեսզի սերունդը մեր, որ Բաքում երբեք եւ դպրոցում եւ ոչ միտեղ չի լսում տժժացնել բառը։ Մենք սովորեցնենք իրենց տժժացնել։ Բա հենց այդ է։ Հայաթից։ Դրա համար ես կոմենտ գրողներին եմ հիմա կապնում, չես հասկանում։ Եվ այսպես ոսկե հասկի սպագետի զանգ Զանգում են մեզ։ Ամանդա ջան, ողջույն։ Բարի օր, Ոսկի Ամանդայը։ Ողջույն իմ շատ սիրելի Լիկա եւ Սերգեյ, գոլոշու սարքով գազօջախ էի մաքրու, ձեզ տեսան եւ անմիջապես միացա։ Ինչ արել, պլաստիկ վիրահատություն արել։ Չգիտեմ, մի բան չի։ Չէ, ուրիշ բան եմ արել։ Վայ, ինչ էին ասում, դրան բոթաս, չէ, բոթսետ, բոքսես, չէ, հայշեցի, բոտեքս։ Ախ, բոտեքս է կարել։ Վայ այդ բոտեքսը։ Լիկա ջան, իմ կերպարը դուր է եկել բունին, իսկ իմ սիրելի հեռուստադիտողները իրենց կարծիքը կարող են հայտնել մեկնաբանության մեջ։ Դե լավ, դուք աշխատեք, իսկ ես խոսեմ մեր ոսկե գործընկերոջ ոսկե հասկի մասին։ Ոսկե հասկը ցորենի կարծր տեսակի ալյուրից պատրաստված բարձրակարգ մակարոնային արտադրանք է, իտալական բաղադրատոմսով, հայկական համն ու հոտով, իսկ այ արիշտան առանձնահատուկ է, ինչով, դե իհարկե հայկական ավանդական բաղադրատոմսով, իդեպ, ոսկե հասկն արդեն ունի արիշտայի նոր տեսականի, հաճարի և հնդկաձավարի ալյուրից, համ համեր է, համ որակյալ, եփեք, փորձեք, վայելեք, ոսկե հասկ, որակ ձեր խոհանոցում։ Շնորհակալություն, բոտեքսը արել։ Արհեստական բանականությունը բոտեքսը արել, իսկ բնական մարդը բոտեքսը արել, աչքերը ընկել են ծնկների վրա։ Ակնոց դրեք։ Դնում եմ։ Так, տապակում ենք, դե նա կարմրում Մի քիչ կարմրում է, հետո ենք ավելացնում։ Ջուրը արդեն եռում է, ջրի մեջ լցնում ենք աղ, ծովի աղ։ Մարանիկի ծով, հետաքրքիր է, մարանիկը ծովից աղ ո՞նց է բերել։ Ծովերին զանգեք հարցրեք։ Զանգեմ ծովերին, ալո ծովեր բարև։ Ծովին արին։ Սա մի քիչ։ Ես գիտեմ։ Նրանք ընտրում են աշխարհի լավագույն հատիկները, տարբեր, դա կարող է լինել բրինձի հատիկ, ոսպի հատիկ, լոբու հատիկ, ընտրում են հատիկ։ Լուրջ եմ ասում, այնտեղ մարդիկ են նստած, հատիկ ընտրում են, ես եմ տեսել։ Որտեղ ես տեսել։ Արի ես քեզ ապացուցեմ, բացեմ ցանկացած մառանիկի, ինչ ուզում ես, ու մի հատ էս ծուռ ոչինչ չես տեսնի։ Մի հատ տեսազանգ կանենք, հեսա կհարցնեմ ես։ Հա։ Արի մենք զանգենք։ Նորից զանգենք Ամանդային։ Որ խնդրեմ կմիացնեք մեզ Ամանդայի հետ։ Hello։ Անգլերեն է խոսում, hello։ Hi։ Սերգեյ ջան, անգլերեն եմ սովորում արհեստական բանականության միջոցով։ Հատ ընտրում են։ Այդ ճիշտ է, որ հատ ընտրում են աղնել։ Այդ մեր ժամանակներն են, երբ ձավարեղենը լցնում ենք սկուտերի մեջ եւ հատ հանում անպերկ բաները։ Հիշում եմ նույնիսկ քարեր կային, իսկ այսօր մառանիկը մեզ փրկում է մոխրոտիկի գործից։ Մառանիկի ձավարեղենը շատ մաքուր է եւ դա արվում է բարձր տեխնոլոգիաների միջոցով, ոչ թե հատ, այլ ավտոմատ,
Վայ, իջնաբարախախ ստացվեց։ Մարանիկն առաջարկում է ձաբարեղենի եւ համեմունքների հարուստ տեսատանի, ավանդական եւ հազվագյուտ տեսակներով, այդ թվում մեր բոլորիս շատ սիրելի զիպ հավաքածուն։ Զիպ բականի շնորհիվ համեմունքները երբեք չեն խոնավանում, իսկ օգտագործելը շատ հարմար է։ Մարանիկն ունի համեմունքներ նաև ապակյա հարմարավետ տարաների մեջ։ Դե բոլորս գիտենք, որ ապակյա տարաների մեջ համեմունքները պահպանում են իրենց համն ու որակը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մարանիկ։ Պարզա։ Ինչ ասում։ Ավտոմատացված է։ Պատկերացնում, շնորհակալություն շատ։ Լավ է։ Պատկերացնում ես, շուտով որ ռոբոտները Գոհ ենք։ սկսեն աշխատել, ինչ հետաքրքիր կլինի։ Աղ պետք է այդտեղ։ Չէ դեռ։ Ստեղ քիչ Այստեղ արեցի։ դեռ լինելու է աշխատանքներ։ Դե աշխատի, Okay, Լիկա աշխատի։ ջան։ Всё, հերիք հատեղ։ Սպագետին։ Գնաց։ Սպագետին գնաց։ Ինչի ես ասում եմ տանտերը։ Ես քեզ պիտի միշտ հիշեցնեմ այս լոլիկի մասին, մի սպանի նրան։ Չի կարելի։ Չես սպանում։ Ոչ մի լոլիկ։ Իսկ դու լսել ես լոլիկին, որ տապակում են ինչ ձեն է հանում։ Ես գիտեմ, որ դու շատ էմոցիոնալ ես, բայց այսօր խղճում ես լոլիկին, թվում է, որ ինքս Ոչ մի լոլիկ ես։ ակուցյան մեջ կռում է։ Էս շատ է, շատ է։ Չէ, բայց լսել ես կրակի վրա լոլիկի ձայն։ Չես լսել։ Չէ։ Ես մի օր որ գնանք հանգստանալու, մենք հաճախ ենք իրար հետ գնում տարբեր երկրներ, գործուղման եւ այլն, որ գնանք քաղաքից դուրս Հայաստանում խորոված անելու։ Ես քեզ լոլիկի ձենը անպայման այնպես կանեմ, որ դու լսես։ Շնորհակալ եմ Լիկա ջան, հոգաչափ։ Լոլիկը չես խփի գետնի։ Հոգաչափ։ Մի հատ դին վրա չէ, դա ամեն ինչը պատտվել։ Լցրու այդ սպագետին մեջը։ Երկուսով ենք ուտելու։ Ոչինչ, կփոխանցենք մեր։ Դու գիտես, ես սովետական շրջանի ծնված մարդ եմ, անձնավորություն։ Մենք սիրում ենք անել էկոնոմիա։ Ոչ մի էկոնոմիա։ Մեզ տրվել է հնարավորություն ոսկե հասկի կողմից եւ մենք օգտագործենք դա։ Շատ լավ։ Հավուր Ինչ ես հետո, պատշաճ է։ սխտոր, ես այսօր որոշել եմ սխտոր կտրատել։ սենսացիա։ Ինչ կասես։ Զարմացած եմ, Մոտակա մի հաճելի շաբաթ ոչինչ չեմ թխելու, չնայած չէ մի րոպե ոնց չեմ թխելու։ Երեք եմ թխել, հա չեմ թխելու։ Մեր սոխարածը պետքա դառնա ոսկեգույն, որպեսզի մենք կարողանանք ավելացնել իր վրա մեր սիրելի գազը։ Շատ սիրուն անա, այս կողմից արդեն վառվում է խառնի բերես կողմ, այս վառվածը տարենքով։ Ես էլ քեզ էլի մեկ-մեկ մի բան սովորացնեմ, բացի թխելուց։ Բոլոր գիտելիքները Սերգեյի մեջ, Սերգեյ Google-ը։ Հենց պետք է ինչ-որ մի հարց։ Սերգեյ, ես ինչ հարցը։ Արագ, օրինակ, Սերգեյ, ինչ հարց տամ։ Ինչ հարցնեմ քեզ, որ դու չկարողանաս պատասխանել։ Այս պատմի կոլայդերի մասին։ Կոլայդերի մասին բերեք իմ ChatGPT-ին պատմեմ։ Ինչ պատմեմ կոլայդերի մասին։ Ինչ է կոլայդերը։ Տեսա հազիվ ես տարիր։ Մի բան կտա, որ դու չգիտես։ Всё, Լիկա Всё։ ջան։ Այս ամեն ինչը լոլիկից եկավ։ Ես քեզ այսօր բոլոր խմբերում բլոկ կանեմ։ Որ ես իմ ուսանողներին չկարողանամ ոչինչ Այո։ սովորացնել։ Այս ինչ գործիք էր։ Սխտորը պրես եւ վերջ։ Վերջ, մեր սոխարածը մի 2 րոպե եւս։ Հա, Ես էլ որոշել էի սխտոր ձեռնոցները հակել եմ գործիքով։ տուրանեմ։ Արի։ Դու էդ խառն։ Ես կխառնեմ, լավ։ Ինչ լավ հոտ է գալիս։ Գիտես ինչն է հետաքրքիր, որ երբ որ միշտ պրեմիերա թատրոնում ունեի, այն գիտես որ օրերը, երբ որ հանձնում են, դա կոչվում է մամա պապայի օր։ Այդ օրերին, երբ որ հետո հանդիպում ես քո բարեկամների հետ բեմից, գալիս են բոլորը կուլիսներ, որ քեզ շնորհավորեն, չես իմանում, ինչի մաման միշտ այդ օրը կոտլետ էր տապակում։ Իսկ իմ մազերը բոլոր հոտերը կլանում է։ Տիկին Լարա։ Պատկերացնում ես, որ ասում եմ, մամ, ես այսօր պրեմիերա ունեմ, ինչի կոտլետ, ոյ, ասում եմ, չգիտեմ, այնքան էր համ ընկնում։ Նույնը սխտորի այս սոխարածն է։ Բայց ես վերջերս չեմ նկատել, որ կոտլետ չենք ուտում, լավ չի։ Սերգեյ ջան, գործերը լավ չէ, կոտլետ չենք ուտում։ Այ, քորանամ ես, բասեք լավացնենք։ Այո, լավացրու։ Սերգեյը նաև հիշեցրեմ անցյալ հաղորդումից, հա,
Իմ պրոդյուսերն է, մի քիչ գլուխ գովամ էլ, որ պրոդյուսերն է։ Մարդիկ մտածում են երևի դերասանները, երգիչները, արվեստի մարդիկ են պրոդյուսեր ունենում, բայց իրականում այդպես չի, պրոդյուսերը նաև կարող է։ Ես։ Հա։ Ինչ է։ Դերասանուհի։ Արվեստի մարդ ես։ Ո՞վ է դերասանուհի։ Դերասանուհի ես չեմ, դերասանուհի ծնվում են։ Դերասանուհի նրանք են, ովքեր ծնվել են, որպես դերստեղ վարվում է։ Լավ, բանը ավելացնենք, давайте։ Ես աշխատել եմ թատրոնում, ես աշխատել եմ ֆիլմում, բայց դերասանուհի ինձ կոչել չեմ կարող, որովհետև դերասանուհի մարդ պետք է ծնվի իծանել լինի, հասկացա՞ր։ Վիկա ջան, այդքան ռեսուրս ենք ծախսում, քեզ position ենք անում, որպես դերասանուհի, դիմա կանգնես եթերով ասես ես դերասանուհի։ Ես բան ասեցի, ականջակալս նեղացավ գնաց։ Միացրու այդ ականջակալը։ Խառնի։ Նեխուրն էլ բեր, որ սիրուն, ստեղ մի քիչ էլ մենք յուղի կարիք ունենք, գիտես։ Սովետի ծնված երևույթ եմ, ամեն ինչ պետք է մինչև վերջ։ Էկոնոմ։ Լավ։ Խնդրում եմ ինձ մի քիչ էլ այս սրանց, որովհետև այստեղ քրչություն է անում։ Հա, դու ասել ես քիչ խաշենք, չէ՞։ Այո, ինքը պետքա մենակ փափկի։ Իսկ դա պետքա լինի al dente։ Անջատում եմ, al dente-ի արդեն։ Այո, վերջ։ Անջատեցինք։ Ինքը եռած արդեն։ Կարծես եռում էր։ Եռած։ Դուք տեսաք այդ տեղից։ Եռում էր, հա։ Եռում էր։ Ջուրը չեմ թափում, բայց մեջը չենք թողնում, չէ՞։ Չէ, ինձ նեխուրն է պետք հիմա։ Խնդրեմ նեխուր, սխտոր, ինչ ուզում ես այստեղից դու վերցրու, ես ջուրը առանձնացնեմ։ Սկզբից կավելացնենք նեխուրը։ Կներես։ Ներողություն։ Այո։ Կխնդրեմ ինձ երկրորդ օգնող լապատկա, որպեսզի մենք կարողանանք սա խառնել։ Բերեմ։ Ընտրեմ։ Մի փոքր խառնենք էլ ես կլասիկ բոլոնեզի կանոնները եւ երևի թե մարդիկ չգիտեն, որ նեխուրել է օգտագործվում, բայց Սերգեյ, արի անենք ինչ որ օրիգինալ, ավելի հետաքրքիր բան։ ինչ ես անում։ Արի հյուսենք այս սպագետիները։ Ես հյուսելուց լավ չեմ։ Ճիշտ է, 3 քուր ունեմ, միշտ կարիք է եղել այրանց մազերը հյուսելու, բայց ես տենց չեմ սովորել։ Հեսա կսովորենք։ Հիմա կդնենք հյուսենք հատ-հատ։ Ինչ ես արել այդտեղ։ Արի նորից Այստեղ ուրեմն ավելացրել ենք ձիթապտղի յուղ, ավելացրել ենք սոխարած ենք արել, որպեսզի դառնա միջև ոսկեգույն գույնի։ Դրանից հետո ավելացրել ենք մեր գազարը, նեխուրը եւ թողնում ենք, որ մի փոքր փափկի։ Ահա, վերջում նոր սխտորը ավելացնում ենք սխտորը, որպեսզի համեմունքները տա իրար։ Ահա։ Եվ սիրելիներ, հիմա ձեր էկրաններին կգրվի բաղադրատոմսը, պահպանեք, իսկապես շատ հետաքրքիր հոտ է գալիս բույրը, եւ ես չեմ կասկածում, որ սա լինելու է յուրահատուկ համեղ, որովհետեւ մենք սա պատրաստում ենք սիրով։ Այո, սիրով, հոգատարությամբ, երջանկությամբ եւ առանց կռվի։ Վերջի վերջո, բայց մենք կյանքում առաջին անգամ կռվեցինք։ Էն էլ եթերում որոշեցիր անես։ Շնորհակալություն։ Սեր ասեցիր, հիշեցի։ Մեր հյուրասիրության ժամն է, թարմության ժամն է։ Մի հատ կհիշացնես, Սերգեյ, մենք երբ ենք կռվել։ Նոր մի քիչ առաջ։ Դրանից առաջ։ Էդի չեմ հաշվում, չէ, չկա։ Էլ չենք կռվել, դե թարմացի։ Լավ, ընտրի։ Էս իմ կողմից։ Իսկ էսա միլկին։ Ալո։ Բարև, իր կյանքը առանց միլկինի չպատկերացնող գեղեցկուհի Լիկա ջան։ Բարև Սերգեյ ջան։ Այո, միլկինի յոգուրտը մեզ իսկապես թարմացնում է եւ նոր լիցքեր է տալիս։ Այ հիմա կուտեք, կլցվեք նոր էներգիայով եւ կմոռանաք հոգնածության մասին։ Դե լավ, շարունակեք հրաշալի ուտես պատրաստել, իսկ ես պատմեմ հրաշալի միլկինի մասին։ Եթե ուզում եք ամրապնդել ձեր մկանները եւ պահպանել ձեր էներգիան, ուրեմն օգտագործեք թարմ եւ անարատ կաթնամթերք, այսինքն միլկին։ Միլկինը հայկական արտադրանք է առանց կոնսերվանտների եւ գլյուտենի։
կաթ, թթվասեր, մածուն, կաթնաշոր, բավոր յոգուրտի մրգան եւ հատապտղային միքսերը փորձեք։ Ախր շատ համեղ են։ Milk-ին համեղ ընտրություն ողջ օրվա համար։ Վաճառվում է ամենուր։ Ահա, շատ լավ, շատ լավ։ Շնորհակալություն։ Ինչեր անունը։ Պամելա։ Գտալ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Ես քեզ էլի Լիկա ջան, պատժեցի այսօր նոր։ մեր բոլոնեզի կենացը դուլբացի։ Տալով։ Ողջ։ Ու, նոտ նայ էլի։ Գիտես, սրանից կարելի է շատ Ես հետաքրքիր ուտեմ։ կրեմ պատրաստել։ Ահա, ես մտածեմ մեր հաջորդ հաղորդումներից մեկում կրեմ կպատրաստեմ անպայման միլկինի յոգուրտով։ Շատ լավն ես դու։ Շատ լավը ստեղ չեն ասում։ Ստեղ ինչ-որ մի հատ ուրիշ բառ պիտի լինի։ Ահա, քեզ միս, Շնորհակալություն։ քեզ նաև մակարոնի հյութ։ Այդ վերջում։ Երբ որ արդեն տեսնենք, որ մեր սոուսը, այսպես ասած, այդ սոչնիությունը չունի, հութեղ չէ։ Քանի Սա որ ոնց ենք օգտվում ենք չորացնում, ոսկեղենիկ կներես։ բառերից, փլավ քամիչով, այդպես։ Իսկ լավ կամիչա։ Լավ, ես հյուս եմ։ Սեղանին մի բան կա, բաղադրիչ կա, որ չես օգտագործել դեռ։ Գինիս, Գինիդ, այո, գինի, բացի գինից էլի կա, աղ, պղպեղ, արել ես։ չեմ արել, բայց հիմա պետք է այս միսը հնարավորինս տարանջատել, որպեսզի ինքը դառնա մեկ ընդհանուր մասսա մեր նեխուրի, գազարի եւ մնացածի հետ միասին։ Սերգեյ, մի հատ հյուս եմ, այսինքն Մի հատ երեք, ձևական ուղակի վրան դնելու համար։ ես քո տեղը լինեի կասեի վերցնում ես 3 հատիկ և սկսում ես հյուսել։ Լիկա ջան, Ես սիրում եմ ասում տանջել։ դաժան եմ, բայց այդքան այսօր դաժան չեմ լինի քո հանդեպ։ Ահա, Բայց գանգուր ա մի տեսակ, ես պետք է ֆենել սկզբից, որ լինի ուղիղ, խճճվելը։ Դու ես խառնել։ ես մտքով եմ այսօր խառնում քեզ։ Ինձ։ Այո, Ինչ չէ, ես սպագեցի հետ եմ։ Դու ինչ չես կարող խառնես։ փորձենք։ Ես խառը կլինեմ այն ժամանակ, որ դու ասես ուսանողը շտապ հարցունի քեզ, իսկ ես այստեղ նկարահանվում եմ։ Այդ ժամանակ կխառնվեմ։ Հենց հիմա ուսանողներդ նայում են։ Սուտ ես խոսում, որովհետև հենց հիմա դու հեռախոսիդ մեջ չէիր։ Կամ էլ համացանցիդ մեջ չէիր, չգիտես։ Լավ, Չէ, ես ոնց մեկը որ չեմ չէ։ կարողանում քեզ խառնեմ։ Ինձ խառնել չի լինում։ Այս ինչ իդեալական հոտ անգել, դրշնա։ Իսկ մենք կափարիչ չունենք սրա համար։ Ունենք։ Իսկ ես միջև այդ կանեմ աղ-պղպեղ, ծովի աղ, իմ սիրելի 4 պղպեղը, որ անցած հաղորդմանն է, ասեի դա լինելու է տոմատի մածուկից հետո։ Ահա, հասկացա։ Եվ Կամ կարող ենք առաջ անել։ արի հիմա անենք, որ համը սենց շատ ուժեղ խառնվի, հա։ Okay, բայց միջև այդ ես կփորձեմ իրեն բացել։ Ես քեզ Ինձ կտամ ասա, գինի Լիկա ջան, դու- բացիչ։ Շնորհակալ եմ քո գինի բացիչների համար։ Մեր գինի բացիչը այստեղ է։ Ինձ կպատնես ոնց ես օրինակ դու հանգստանում։ Ես։ Հա։ Ես տենց էլ չեմ իմանում Իր ոնց։ շնորհիվ քեզ, Սերգեյ, 24 ժամ օրը աշխատում եմ, որովհետև բացի նրանից, որ Երևանի ուսանողներ են ինձ հետ միասին սովորում, նաև ունենք դրսից Ամերիկայից, որ տարբեր ժամանակային, որ տարբեր ժամեր են։ Արնոլդը չթողեց խոսամ։ Ողջույն Արնոլդ։ Buongiorno Lika, buongiorno Sergey։ Տեսա որ Իջևանի հայկական գինով իտալական ուտեստ եք պատրաստում։ Հիշեցի ջահելի ժամանակներս։ Ինչեր էի անում Իտալիայում։ Կոլիզեի դիմացը սրճարան կար։ Մի օր այդտեղ լազանյա էինք ուտում Մոնիկա Բելուչիի հետ։ Բայց չէ, ոնց որ լազանյա չէր, սպագեցի էր։ Թե բոլոնեզ էր։ Թե լազանյա էր։
Այ լավ, ոնց որ խառնում եմ սա իրար։ Դե լասեք տեսնեմ ոնց եք։ Լավ եք շատ։ Դե ավելացրեք մեր հայկական գինին ձեր բոլոնեզին, որ ավելի համով լինի։ Իսկ ես խոսեմ մեր սիրելի գործընկերոջ Իջևանի գինու կոնյակի գործարանի մասին։ Տարիներ շարունակ պահպանելով հայկական գինեգործության հարուստ ավանդույթները, Իջևանի գինու կոնյակի գործարանը ներկայացնում է գինիներ, որոնց մեջ միահյուսված են բնությունը, փորձը եւ վարպետությունը։ Հայտնի է նաև իր բարձրորակ բազմահամ պահածոներով, ընտրված տեղական բեկ, բնական բաղադրիչներ եւ ժամանակով փորձված տեխնոլոգիաներ։ Վաճառվում է ամենուր, նաև գործարանի ֆիրմային խանութ սրահներում։ Իջևանի գինու կոնյակի գործարան, գինեգործությունը որպես արվեստ։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն Արնոլ ջան, շատ լավ պրոդուկտ եք մեզ ուղարկել Իջևանի կարմիր գինին, որը մենք հիմա սիրով կօգտագործենք մեր բոլոնեզի մեջ։ Մի քիչ լեզ խմենք, էլի։ Ոչ, խմելու համար այն կողմի վրա է, դա պետք է օգտագործենք։ Դες ինչ ոսկե հասկ ստացվեց։ Ես աչքաչափով եմ լցնում, պետք է թողնել, որպեսզի գինին մի փոքր անգլերեն evaporate-ա, այսինքն ալկոհոլը տարանջացնդի, այո։ Հոդսնդի, հա։ Այո։ Սիրելիներ, դուք կարող եք մեր YouTube-յան ալիքով գրել միմիայն դրական մեկնաբանություններ, նայեք մեզ YouTube-յան ալիքով ու լավ բաներ գրեք։ Չէ՞։ Այո։ Իսկ եթե լավ բաներ չգրեք։ Ուրեմն մի նայեք, ուրեմն մեզ չեք սիրում, մի նայեք։ Եթե լավ բաներ չգրեցիք, Բլոկ։ ոչ, դուք կստանաք ձեր պատիժը վերևից։ Ահա, այդ հաստատ։ Այդ միանշանակ, իրանք չգիտեն, իրանք որ վերևի մասին իմանային, երբեք վատ բաներ չէին գրի Սերգեյ։ Իմացեք վերևների մասին։ Այո։ Ես եմ ուզում խառնել։ Եթե ես խառնեցի, այդտեղ ամբողջը խառնելու եմ։ Ինչ լավն է։ Իսկ ես միջև այդ կուտեմ իմ Թոքրքիր։ միլկինի համար, միլկինի Կեր։ յոգուրտը, շնորհակալություն։ Քեշ, իդեպ երիտասարդ կմնաս երկար, եթե միլկին ուտես հաճախ։ Չէ։ 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 Ինչը չէ։ Ես երիտասարդ եմ, էլ ուր մնամ Հա, բայց երիտասարդ։ մեծանալու ես։ Կմեծանաս, կմնաս երիտասարդ։ Չես ուզում։ Ոչ։ Երևի միակ մարդն ես, որ ուզում է ծերանա։ Մի կեր միլկին։ Դուրստեղ։ Գնա մեծացի, ծերացի։ Այդ կոլոլիկներ։ Կոլոլիկներ։ Արի խառնի։ Դժվար գործերը քեզ։ Վերջ, ես էստեղ ամեն ինչ վերջացրել եմ, մնաց։ Քերել։ Պարմեզան Ինձ մի քիչ պանիրը։ էլ է պետք Ինչա պետք։ բոլոնեզի համար նախատեսված։ Ինչ անում։ Ինչ անեմ։ Պամպերս հագցրու։ Տապակի։ Էս ինչ ես արել, Սերգեյ։ Լավ եմ արել։ Ջիգյարով հաց սարքելը տենց է լինում։ Ջիգյարով չէ, ժինգյալով։ Ջինգյալով։ Հաց։ Կերել ես։ Իհարկե կերել եմ եւ ուտում եմ ամեն օր։ Չեմ մաքրելու։ Թողերեսս տեսնեն։ Հա։ Ախր դու ինչ մեղք ունես, տապակդ պուճուրա, ճաշատեսակդ մեծ։ Քերի չեմ փնտրում։ Քերիչ, հեսա քերիչ էստեղա։ Մեզ մի փոքր ավելապետ տոմատի մածուկ ավելացնել։ Ոչ չէ որ գազարոտ քերիչով քերեմ։ Вообще-то չէ, բայց օքեյ։ Քանի որ միսը շատ էր, մենք ավելացնենք մի փոքր տոմատի մածուկ, որպեսզի ունենանք համապատասխան գույնը։ Ինչ անում։ Մի քիչ էլ Այ հիմա դու կարող ես հանգիստ լոլիկը եւ Ոչ։ տոմատը խառնել։ չեմ ուզում խառնել։ Ես իմ ասածին եմ մնում այսօր։ Եվ Լավ։ տենց է լինելու մինչև վերջ։ Լավ, լավ։ Ոնց կասես։ Այ հիմա իսկական իր ճիշտ կոնսիստենցիան է, որովհետև միսը մեզ Իսկ դու աղը փորձել ես նորմալը համեմունքները։ կփորձեմ։ Նաև կփորձեմ մի փոքր ավելի զգուշ խառնել, որ դու ինձ վրա չճղայնանաս։ Մի խոսքով դու արեցիր սոխարած ձիթապտղի ձեթի վրա։ Լցրեցիր գազարը, նեխուրը։ Տապակեցիր։ Սխտորը մի քիչ ավելի ուշ արեցիր։ Այո։ Ավելացրեցիր նաև էլ ինչ կար այնտեղ։ Այդ կանաչը ինչ է, նեխուրա։ Նեխուրն է դա։ Բա այնտեղին է ինչ է։ Տեղին է գազարն է։ Պանիրել ես մեջը Չէ, լցրել։ պարմեզանը վերջում ենք անելու։
Ավելացրել ենք միսը, ավելացրել ենք կարմիր գինին, ավելացրել ենք նաև Լոլիկը։ տոմատի մածուկը։ Կարող եք նաև օգտագործել լոլիկ։ Բայց Կարող եք։ տոմատի մածուկով միջած մի հատ փորձեմ էլի տոմատի մածուկը։ Այն ինչով պատրաստում ես, պետք է միշտ համտեսել, ինչ սիրուն գույն ունի։ Ընտիր։ Լավ համաձայն եմ քեզ հետ։ Ես մի փոքր աղը կփորձեմ, որպեսզի տեսնենք ինչ վիճակում է գտնվում այն։ Բայց ինչ համեղ տեսք ունի։ Ինչ լավ տեսք ունի, ես հիմա մտածում Բայց ես մի փոքր աղ կանեմ։ Գիտես ինչ եմ մտածում, տես մեր մակարոնը ավելի քիչ է, քան Մենք կեսոք օգտագործենք իրա։ գիտեք ինչա կարելի անել, կարելի է լավ չորացնել, որպեսզի հյութը քանվի, Մեզ եւ մի քիչ հյութ հեղա պետք է ուղղակի։ չէ, եթե մնա, եթե ինչ որ մի մասը մնա, նորից տապակում եք մինչև հյութը քանվի, պատրաստում եք ցանկացած խմոր, օրինակ կարող է լինել շերտավոր խմոր, կարող է լինել մածունով գաթայի խմոր, փաթաթում եք մեջը եւ ձու եք քսում վրան եւ թխում եք, ինչ համովան կստացվի։ Ես միանշանակ գնալու եմ այս կեսը տանեմ փորձեմ։ Ինչը փորձես։ Նույնը, թխելը։ Կարող եմ մեր on-line կուրսերի մեջ նմանատիպ բան մտցնենք։ Ինչ անել ձեր մնացորդներով։ Մնա։ Ինչի էստեղ սովորեցնենք, ինչ անել ձեր Իրականում կարող եք մնացորդներով։ միանալ մեր բազային կուրսին եւ սովորել ամեն ինչ, ինչը կախված է հրաշքագործության հետ, որը ձեզ կդարձնի Սերգեյ, ունիվերսալ մասնագետ։ Դու մի օրվա մեջ ամբողջ մեր մառանիկի պաշարը օգտագործեցիր։ Եկել են, պետքա զանգվենք։ Վերևների հետ պետքա զանգվենք։ Շատ համեմեցիր։ Հենց զանգեն ասա։ Չէ, այսօր զանգ չունենք, մենք Արնոլդի հետ այսօր շփվել ենք, խոսել ենք, մենք Ամանդայի հետ խոսել ենք, Պամելայի հետ խոսել ենք։ Քեզ հետ խոսել ենք։ Եվ քեզ հետ կխոսենք եթերից դուրս։ Աշկի սա։ Ուսուցչուհու կերպար բռնեց։ Ճիշտ է իրանում աղելի արա։ Մի քիչ է պետք է Արա։ անեմ։ Դա քիչ էր։ Ես նախատեսել էի, որ այս չափականակի մսի համար պետքա լինի գոնե 10 պտղունց աղ։ Շատ արա։ Ահագին արա։ Եվ հատկապես հաշվի առնենք, որ եթե օգտագործում եք սովորական կերակրի աղ, նույն չափականակը չեք կարող օգտագործել ծովի աղի դեպքում, որտեղ նախ ծովի աղի համը մի քիչ ուշ է բացվում, երկրորդն էլ ավելի թույլ է իր աղոյությունը, քան սովորական կերակրի յոդացված աղի դեպքում։ Իսկ դու գիտես հայրենական մեծ պատերազմի ժամանակ որքան մարդ են փրկել աղով։ Վիրակապել են, վերքեր են վիրակապել, բորբոքային պրոցեսներն են կանգնեցրել։ Ուրեմն եթե չեմ սխալվում, բայց դուք չփորձեք, պարզապես եթե չեմ սխալվում 30% անում էին աղ, ջուր եւ կտորով, անպայման պիտի լիներ մաքուր բամբակյա կտոր, բայց ոչ մի դեպքում չէր կարելի ծածկել թաղանթով Էթիլենային։ Դու այդ բառը հնարել Պոլիէթիլենային։ թաղանթով։ Եվ բուժում էին։ Ահագին բաներ եւ մածիզմ էին բուժում, վերքերն էին բուժում, թարախային ընթացքը, process-ն էին բուժում, բա։ Դա համար աղը դա նաեւ հրաշք է։ Փակի, ծածկի։ Մի փոքր այսպես թողնում ենք եւ վերջում ավելացնելու ենք մի փոքր սպագեցի ջուր, որը պահպանել էինք մենք այստեղ։ Օ, դու արդեն պարմեզանը պատրաստել ես։ Արի պարմեզան տեղափոխենք այս։ Արի գիտես ինչ անենք, էս քեզ։ Ուտեմ։ Սա ինձ չէ։ Բա։ Օ, Գինի պարմեզան։ Արի խնդրում եմ ինձ սարգոնը էլի, ես այն մեկն եմ ուզում։ Դե բաց։ Այս մեր կերակրի համար ենք օգտագործել եւ կօգտագործենք հիմա մխիթար գոշ։ Երբ որ մամաները խոհանոցում պատրաստում են այդ կիսաֆաբրիկատները ինչքան հաճելի է, չէ՞, դες կեսից վերցնել ուտել։ Ես սա կտեղափոխեմ այս կողմ, որպեսզի մեզ չխանգարի։ Դու Արնոլդի մոտ ես պարապել։
մի ձեռքով ծանր տարար դրեցիր։ Ձև եմ տվել ինձ։ Մխիթար գորշ գինիները selected տեսականուց ինքը կարմիր չոր գինի է իմ սիրելի ընտրովի իդեպ մխիթար գորշը գիտես չէ ով է եղել։ Ոնց չգիտեմ։ Եղել է հայ մտածող, գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, հասարակական գործիչ։ Այո։ Այս շերը ինֆորմատիվ են։ Այսինքն եթե շիշը չլիներ դու մխիթար գորշի մասին չգիտեիր։ Լիկա ջան, ինձ պալիտ մի արա։ Լավ էլի Սերգեյ, ես գիտեմ որ քո IQ-ն շատ բարձր է, այլ մի ինստեղ հեքիաթներ պատմի։ Okay, մենք հիմա կբացենք այս գինին։ Գախտնազերծել, պալիտ անելը։ Գիտեիր։ Շնորհակալ եմ ինձ։ Այսօր դու թողել ես, թույլ ես տվել, որ ես ինչ ուզենամ քեզ ասեմ։ Սովորաբար կադրից դուրս եմ ես դա ասում, բայց այսօր ես կասեմ կադրի ներսում։ Նեղացար։ Ես առավոտ բանից նեղացած եմ։ Էսա մի բաժակ գինի կխմեմ։ Եվ կմոռանաս։ Եւ կմոռանամ ամեն ինչ։ Չէ, Մենք մի օր եթերով լոլիկների Ես չեմ հիշի, բայց խնդրում եմ մեկնաբանություններում գրեք, էլ ինչ անեմ ես այս դեպքում։ Սիրելիներ, իսկ դուք արդեն կարող եք դիտել Բաղադրատոմսը եւ կարող եք նաեւ նայել Շանթի YouTube-յան ալիքով բոլոր մեր հաղորդումները։ Իսկ մենք կմիանանք ձեզ, երբ որ պատրաստ կլինի մեր սոուսը։ Դե Սերգեյ, լցոնի քո Իմ ամենասիրելի պահն ասա։ Համով սոուսով Վերջնա։ Ահա։ որ պոչ ունենայի, պոչով կխաղացնեի։ Ոչինչ։ Գեղեցիկ կողքերով։ Երևում է որ դու ինձ մոտ տորտ թխել ես սովորել։ Եվ մի հատ էլ այսպես լցոնում ենք ուղիղ վրան։ Շատ գեղեցիկ։ Օ, Սա մեկ։ Անիրը։ Լցնում ենք իր վրա պարմեզանը։ Այս կողքի հատվածներում։ Այ ռեստորան բացենք։ Շատ սիրուն ես արել։ Վայ, սիրունա։ Ահա այս ոսկի հասկը կբերեմ մոտիկ իրան ավելի։ Նայ։ Ես սպասում եմ հատ էլ վրան քիչ լցնեմ։ Այ սենց կփաթաթենք։ Այսպես։ Ահա։ Այսպես ու պարմեզանը կլցնեմ իր բանին։ Նռիվ տորտ սարքեցիր։ Եվ իրականում եթե ինչ որ մի փոքրիկ թեթև, ինչ որ մի սատից կամ թեկուզ լուրջ նայում ինչ եմ ասելու պատճառով վիճվում եք իրար հետ, միշտ ներեք, մանավանդ ուտելուց առաջ։ Ներողություն։ Դու կարող ես նույնը անել ինձ հետ։ Սոլիկ ջան, ես քեզ ներում եմ։ Մերսի։ Ես էլ քեզ եմ շնորհակալ։ Շատ հետաքրքիր ուտեստ պատրաստեցինք ու ինձ թվում է, եթե դուք ուզում եք ձեր սիրելիներին մատուցեք կոմֆորտ, ապա խորհուրդ ենք տալիս անպայման պատրաստել բոլոնեզ։ Էնպես որ գնացինք։ Փորձենք։ Տեսար հասկը։ Ոսկե։ Այո։ Ոսկե հասկի, ոսկե հասկը։ Ահա։ Սա որ գեղեցիկ էր հյուսած մակարոնը։ Շատ գեղեցիկ էր եւ ես բավականին բարձր գնահատեցի քո արվեստի գործը, Լիկ ջան։ Շնորհակալություն։ Ապրես դու։ Ապրես։ Դու շատ համեղ ձեռք ունես։ Համով էր։ Շատ համեղ էր։ Շատ փորձեմ բոլոնես։ Շնորհակալ եմ Սերգեյ։ Սոուսն էլ իսկապես շատ համեղ։ Շնորհակալ եմ Բաղադրատոմսի համար, շնորհակալ եմ որ պատրաստեցիր։ Եվ առհասարակ ասում են տղամարդկանց ձեռքը ավելի համեղ է կանանց ձեռքից, չէ՞։ Նայած տղամարդու։ Մի օր ես կպատրաստեմ, դու կփորձես, տեսնենք, համեմատենք։ Մերսի շատ, Քեզ եմ շնորհակալ։ Եվ ձեզ էլ մերսի մեզ դիտելու համար ու լավ մեկնաբանություններ գրելու համար։ Այո, շնորհակալություն լավ մեկնաբանություններ գրելու համար, կհանդիպենք։ Հաջողություն։ Քաղցր շաբաթ համեղ կիրակի